Վիրահատությունից հետո եթե ունես օրգանի կորուստ, ինչպես վերաբերվել, որ չառաջանա թերարժեքության զգացում։ Օրինակ շատ զինվորների մոտ այս զգացումը կարող է լինել կամ այլ մարդկանց մոտ։ Օրինակ հեռացրել են ինչ-որ մի օրգանը իրենց, կամ օրինակ ձեռք չունեն, ոտք չունեն, ինչ-որ գործունեություն չեն կարող ստացել, դրանից իրենց թերի են զգում։ Ինչպես անել, որ այսպես չլինի։ Քանի դեռ մարդը սոցիալական էակ է, նորմալ է, որ ինքը համեմատի իրեն ուրիշների հետ, ու եթե մի ձեռք չունի, իրեն կարող է թերի զգալ։ Բայց մարդու արժեքը չի չափվում իր օրգանների առկայությամբ, այսինքն ինչ-որ օրգաններ կան թե չկան։ Օրինակ Սթիվեն Հոքինգը չէր կարողանում քայլել, բայց մեծագույն արժեք էր իր գործունեությունը, այսինքն կարողանում էր սոցիալական վեհ գործունեություն տածել։ Ու շատերը շատ օրգաններ կարող է չունենան, բայց կարող են շատ լավ գործունեություն տածել, սոցիալական օգտակար։ Նիկ Վոյչիչը ձեռքեր եւ ոտքեր չունի, բայց հզոր քարոզիչ է, միլիոնավոր մարդկանց կյանքեր է փոխում եւ այսպես շարունակ։ Ուղղակի մենք փոքրուց սովոր ենք, որ մեր մարմինը մեր ինքնության մի մասն է կարևոր, ու եթե մի մասը կորցնես, ոնց որ եսիդ մի մասնիկը կարևոր կորցնես։ Ու կարող ես կորուստի ապրման փուլերով անցնել, շոկի փուլ լինել, մերժման փուլ, ջղայնության փուլ, տխրության փուլ, հետո նոր գաս ընդունմանը։ Հրաշալի ֆիլմեր կան այս մասին։ Սյորֆեր դուշի ֆիլմը հրաշալի ֆիլմ է, խորհուրդ կտամ բոլորին դիտել, ովքեր ունեն օրգանական ինչ-որ կորուստ։ Դուք ավելին եք, քան ձեր մարմնական ինչ-որ բաները։ Շատ իմաստուններ ասում են, որ մենք մարմին ունենք, բայց մենք մարմին չենք։ Սա ընդհանրապես ժամանակավոր տրված գործիք է մեզ այս աշխարհում գործելու համար։ Մենք մտքեր ունենք, բայց մենք մեր մտքերն էլ չենք։ Մենք մեկն ենք, մենք այն մաքուր ինքնագիտակցություն եւ կամային էներգիայի կենտրոնն ենք, ով ունի այդ ամենը։ Ու շատ մարդիկ կան, ովքեր օրգաններ չունենալով էլ իրենց թերի չեն զգում։ Այսինքն այդ թերի կզգաս թե չէ, քեզանից է կախված, քո մտածողությունից։ Ոնց է լինում շատերը ինչ որ օրգանի բացակայությամբ էլի շարունակում են սպորտով զբաղվել, հաջողության հասնել, ամուսնանում են։ Իսկ որոշ մասն է կոտրվում է։ Ինձ այսպես չեն սիրի, որովհետև ես թերի եմ, իմ մոտ ոչինչ չի ստացվի, ես անհաջողակի մեկն եմ։ Այսինքն սա քո ներսից է գալիս։ Ու հնարավոր է դրա հետ աշխատել ու փոխել։ Հոգեթերապիան սրան հաստատ օգնում է։ Կարող ես հաճախել թերապիայի եւ թերապևտը կարող է քեզ օգնել։ Կարող ես ինձ մոտ գալ, կարող ես ուրիշ թերապևտի մոտ գնալ ու կընտրես։ Բայց ես քեզ երաշխավորում եմ, որ հոգեթերապիան օգնում է այս հարցում։